Իսկ հիմա մենք ինչ ենք անում։ Բոլոր Պետք է հուշենք, թե ինչ կարելի է ուտել։ Բոլոր սոված մարդկանց աշխարհի հավաքում ենք մենք այստեղ, հրավիրում ենք այստեղ, որովհետև խոհանոցային հատվածում այսօր մենք ունենք հյուր։ Մի անգամից բարի լույս։ Բարի լույս Լիլի։ Լիլի Բաղդատունեն է այսօր մեր հյուրը եւ ինչ ես պատրաստելու այսօր մեզ համար, մեր քաղցը բավարարելու համար։ Այսօր որոշել եմ ձեզ համար կարկանդակ պատրաստեմ։ Բայց մի քիչ օգտակար տարբերակով, հա։ Վստահ եմ բոլորը սիրում եք կարկանդակ, բայց միշտ չի որ ժամանակ կա խմորը անելու։ Ես այսօր մի քիչ հեշտացված տարբերակն եմ բերել ձեզ համար։ Եկեք սկսենք պատրաստել։ Ինչ բաղադրիչներ են մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է կատնաշոր, բարձր յուղայնության, պանիր քերելու համար, խաշած ձու, հում ձու, սոխ կամ սամիտ ըստ ցանկության, հա, եւ այստեղ ունենք նաեւ մի աղցան լինելու։ Կանաչիների միքս։ Այո, միքս աղցան։ Այս բաղադրատոմսը ձերն է, թե Ես այն արդեն ինձանով եմ արել։ Առաջինը մեզ պետք է գա կատնաշորը։ Լցնենք տարայի մեջ։ Մի փոքր, այսպես բացենք իրեն։ թեթև օգտակար, այո։ շատ լավ է։ Լիլի, իսկ որ տարբերակով է կատնաշորը ավելի առողջարար, օգտակար եւ վիտամիններով հարուստ, երբ ուտում ենք այսպես, թե արդեն օրինակ փոքրիկ պանիրները, որ պատրաստում ենք կամ նմանատիպ կարկանդակների տեսքով, երբ եփում ենք։ Ես կարծում եմ, որ երկու այդ բոլոր տարբերակներն էլ օգտակար են իրականում, այստեղ արդեն նախասիրության հարց է, հա, կամ մարդ որ չի սիրում այդ հում վիճակը, ավելի եփված եւ համեմված, կամ մարդ որ իսկապես չի սիրում կատնաշոր, բայց երբ որ այդպես համեմունքների տեսքով է, հա, կամ մի փոքր քաղցրիկի տեսքով, իրեն ավելի հաճելի է օգտագործել։ Ինձ թվում է բոլոր տարբերակներում էլ օգտակար է կատնաշորը։ Ես ինքս մեծ սիրահար եմ կատնաշորի։ Մենք նույնպես։ Այո, բայց հատկապես երեխաներին պետք է անդադար հետաքրքիր մատուցել ուտեստը եւ եթե նրանք խուսափում են կատնաշոր ուտելուց, ապա կարելի է կիրառել նաեւ այս հնարքը։ Հիմա տեսնենք թե որքան արագ եւ առողջարար կլինեն այս կարկանդակները, ինչպես խոստացավ Լիլին։ Մի ուրիշ լայֆ-խակ էլ կա, Ապա? որ ասեցիր հետաքրքիր մատուցեն երեխաներին, որպեսզի ուտեն, ուրիշ լայֆ-խակ կա, Ինչպես սիրում մանեն։ Հիմա չենք անցնում երեխային ասեմ, լայֆ-խակը հետեւյալն է, որ ուղղակի երեխային չես կերակրում, հաշ չես տալիս եւ նա սովածանում է ու արդեն ինստինկտն ինչ տալիս ես ուտում է։ Հասկացա։ 3-4 ժամ ուղղակի երեխային հաշ Հիշենք, չես որ տալիս։ բռնությունը դատապարտելի է։ Ես իմ երեխաների, երբ որ փոքր էին, թաքցնում էի կատնաշորը, զանազան թխվածքաբլիթների, այսպես դառը շոկոլադի հետ խառնում էի եւ կոնֆետներ էի պատրաստում, իրանք հաճույքով ուտում էին, չէին էլ հասկանում, որովհետեւ իրենց սիրելի մթերքն է։ Ես որ դա լայֆ-հակ փոքրիկ։ Ես քերեցի պանիրը, հիմա կտրատելու եմ նախապես խաշած ձուն։ Իդեալական նախաճաշ։ Այո, իմ խոսքը, որ ասում եմ ինձանից առաջ ասեցիք, նախաճաշի հրաշալի տարբերակ է, սպիտակուցներով հարուստ ու շատ համեղ։ Իսկ դուք նախաճաշում եք Լիլի։ Աշխատում եմ, ճիշտն ասած, աշխատում եմ, պարտադիր նախաճաշեմ, եթե անգամ չեմ նախաճաշում, սուրճի հետ այնպիսի մի բան եմ օգտագործում, հա, որ ստացվի այսպես թեթև նախաճաշ։ Մի ժամանակ ավելի խիստ էի վերաբերվում այդ ամենին, հետո հասկացա, որ կարելի է նաև օրգանիզմին լսել, պահալինը, որ իրոք չես ուզում նախաճաշել։ Օրինակ ես որ արթնանում եմ սոված, քաղցած։ Առաջին հանդիպումը տանը սառնարանի հետ է Այո, լինում, թե սուրճի։ աչքերս փակ այսպես գնում եմ սառնարանում, բացում եմ մի բան ուտում եմ, նոր հետո արդեն սուրճ։ Հասկացա։ Պետք է անպայման մի բան ուտեմ, նոր սուրճ խմեմ։ Շատ լավ է իրականում, որովհետև նախաճաշը շատ կարևոր է, բայց ես էլ հաճախ որոշում եմ, որ հաջորդ 2 շաբթից պետք է պարտադիր նախաճաշել եւ 3 շաբթի օրը հասկանում եմ, որ դե լավ, մյուս 2 շաբթից կարելի է սկսել։ Բոլոր 2 շաբթիները նախաճաշով է սկսվում, բայց միայն 2 շաբթիները։ Էլի վատ չի։ Շաբաթը 1 օր հասցնում եմ գոնե։ Այսօր իդեպ մենք խոսում էինք Լիլի, որ մասնագետները փաստում են առավոտյան սուրճի փոխարեն կարող է նաև ծիծաղը լինել արթնացնող հիանալի տարբերակ։
Խնդրում եմ չհիշես եւ նորից։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում։ Չծիծաղես։ Չէ, լավ է որ ծիծաղում ես, բայց Դու դեմ ես, որ ես առողջ լինեմ։ Բայց նոր մտածում եմ, որ համեղ եւ գեղեցիկ մատուցված ուտեստը, որը բարձրացնում է մարդու տրամադրությունը, երջանկության հորմոնները առաջացնում մարդու մոտ, եւս առողջության եւ արցնանալու մոտիվացիա կարող է լինել նաեւ, որ արցնանաս համեղ ուտելու համար։ Ակամայից ժպիտել կառաջացնի արդեն։ Ես այստեղ արդեն կտրատում եմ սոխը։ Ինչպես ասեցի, կարող եք նաեւ սամիթ օգտագործել։ Արդեն ըստ նախասիրության, հա։ Միայն պոչիկներն ենք կտրատում։ Ցանկալի է, այո։ Որ շատ սուր համ, այսպես չզգացվի։ Շատ լավ։ Մի փոքր կհամեմ ենք աղով, բայց այստեղ ուշադիր լինենք, որովհետև քանի որ մեջը պանիր կա, հա, աղի սահմանը չանցնենք։ մեր պանիրը աղի էր, այո։ Կիսա աղի։ Այստեղ կոտրելու ենք նաև 1 ձու։ Խառնում ենք ամենը միասին։ Եթե հում ձուն չլիներ, կարելի է հենց այսպես էլ ուտել, եթե անկեղծ։ Կարելի է որպես լցոն օգտագործել։ Փոքրիկ գնդիկներ պատրաստել։ Լավաշի մեջ լցոնել եւ այդպես լավաշով տապակել, մի խոսքով ինքը շատ ունիվերսալ է։ Կարելի է նաեւ խոհանոցային տարբեր գadgetների մեջ իրեն պատրաստել։ Կլինի վաֆլու սարք, այրոգրիլ, մի խոսքով շատ հետաքրքիր, այսպես խմորիկ է։ Հիմա մնում է այստեղ ալյուր ավելացնենք, մոտավորապես այսպես 3 ճաշի գթալ, հա, թեթև։ Ալյուրն էլ կարելի է օգտագործել բրնձի ալյուր, մի խոսքով, այստեղ արդեն եթե բավական արագ է սնվում, պատրաստվում, բայց դիլի։ այո։ Արագ, այս մեր ժամանակի հետ, հա, համահունչ բոլորս շտապում ենք այս օրերին։ Ահա, մեր խմորը գրեթե պատրաստ է։ Մնում է միայն ձևավորել եւ տապակել։ Մեր թավան տաքացրել ենք։ Մի քանի կաթիլ բուսայուղ կավելացնեմ։ Կարելի է կարակ դնել։ Կարելի է ուղղակի 4 թավայի մեջ տապակել, բայց ես նախընտրում եմ, որ մի փոքր յուղ լինի։ Եթե 4 թավայի մեջ տապակենք, չի կպնի, չէ, երևի թե։ Դե, եթե թավան լավն է, չի կպնի։ Մեր թավան լավն է։ Ես պատկերացնում եմ, հիմա պանիրը ինչպես է հալվելու։ Այո։ Ձևավորում ենք էլի ըստ ճաշակի։ Կուզեք կողիկների տեսքով, կուզեք կլոր, ում ինչպես հարմար է։ Եվ վերջինը հրավառությունը մեր Ու ամենակարևորն է, որ մենք կարողացանք մեկ կատնաշոռով, չէ, եւ մնացած բաղադրիչներով կարելի է ասել մեկ փոքրիկ ընտանիքի նախաճաշ արդեն պատրաստել։
փակում ենք կափարիչը եւ այսպես միջին կրակի տակ եփում ենք, մինչեւ թույլ կվարդագունի։ Երևի 3-ից 4 րոպե, չէ՞։ Այո։ Եվ որպեսզի մեր նախաճաշը այսպես բալանսավորված լինի, հա, ես առաջարկում եմ նաեւ մի փոքր աղցան պատրաստենք։ Ահա թե ինչու էր մեզ Այո։ անհրաժեշտ կանաչին։ Այո, այստեղ մենք միքս աղցան ունենք, բջջանյութով հարուստ, վիտամիններով հարուստ, ձեռնոցները կրկին հագնեմ։ Կարծում եմ սա ամենակարևոր գաղտնիքն է, որին պետք է խոհանոցում տիրապետել, եթե հայտնվում եք անկախ սեռից, տարիքից խոհանոցում, զուգահեռաբար մի քանի բան պատրաստելը եւ չնստել ու սպասել մինչեւ մեկ ուտեստ, մինչեւ վերջ կպատրաստվի, հետո անցնել մյուսին։ Դա է պատճառը, որ շատ հաճախ մենք մայրիկներին հարցնում ենք ինչպես են ամեն բան հասցնում խոհանոցում։ Ճիշտ եք։ Ոչ միայն մայրիկներին։ Մեծ մասը։ Դրա համար ես սկզբում նշեցի սա բոլոր այն մարդկանց համար է, որոնք սիրում են հատկապես խոհանոցը։ Շնորհակալություն։ Սիրելի Միկա։ Միքս աղցանը պարզապես համեմում ենք աղով, մի փոքր սև պղպեղ, հա։ Այստեղ նաև կիտրոն կմզենք, ավելի համը սուր դարձնելու համար։ Եվ կցողենք բուսայուղով։ Կարելի է ավոկադոյի յուղ օգտագործել, ֆունդուկի յուղ օգտագործել, ավելի համեղ այսպես կստացվի եւ ավելի օգտակար։ Ընթացքում չենք մոռանում նաեւ մեր կողիկները շրջել։ Եթե մենք ժամանակ ունենայինք, ես վստահ եմ, որ դուք եւս մի հետաքրքիր մի բան կսարքեիք։ Ինչ որ քաղաքական Այո, հասարակ երրորդ չէ։ ուտեստը։ Բայց քանի որ ժամանակը մեր մի փոքր սուղ է, բավարարվենք այս երկու ճաշատեսակով։ Այսպես համեղ եւ օգտակար նախաճաշով։ Բուսայուղն էլ ցողեցինք, մնում է խառնել։ Ավելորդ իրերը հավաքենք, մինչև պատրաստ կլինի։ Խոհանոցում կարգ ու կանոնը ամենակարևորն է պատրաստելու ընթացքում։ Շատ կարևոր է։ Որովհետև շատ հաճախ սիրելի Միկա, պատրաստում են խոհանոցում անակնկալ մատուցելով սիրելի ընտանիքի անդամներին, բայց հետո հասկանում ես, որ դա անակնկալ չէր, նախապատրաստական աշխատանքն էր, այն ամենը, ինչ պիտի տեսնես վայրկյաններ անց խոհանոցում։ Վերցնենք մատուցման ափսեն։ Վերջ, այո, արդեն պատրաստ է։ Այո։ Ցիալական։ Այստեղ դնենք մեր պատրաստած աղցանը։ Կապ չունի ես, որ նախաճաշ համեղ է, դրա համար ավելացնում եմ։ Ինձ թվում է դու միշտ պատրաստ ես համեղ ուտել։ Միշտ։ Անկախ ժամից եւ բայրից։ Ավելացնում եմ նաև դիթմիսեր մեր։ Կարելի է նաև աննշան բովել, հա, 1-2 վայրկյան տաք թավայի մեջ։ Սա էլ էսպես ու արդեն ավելացնենք մեր պատրաստած կոտլետները կամ կարկանդակները։ Պանիրը հալվել է։ Բույրը տարածվել։ Այո։ Ուղղակի սպասում եմ երբեն իրեն ըմբոշխնելու։
Լիլի, իսկապես, ինչպես սկզբում խոստացաք, սա արագ պատրաստվող, առողջ բաղադրիչներով, համեղ նախաճաշ է, համեղ բույրից կարելի է արդեն պատկերացնել, համը քիչ անց մենք կվայելենք, բայց իսկապես առավոտը պետք չէ, սա նաև ինձ եմ ինքս հիմա խորհուրդ տալիս, պետք չէ ասել, որ ժամանակ չկա, դե մնա հաջորդ անգամ կարելի է հենց այսօր սկսել պատրաստել։ Եթե լինի գեղեցիկ, վստահ եմ հաջորդ անգամվա պատրաստելու մոտիվացիան էլ կլինի, որպեսզի սկսենք պատրաստել, սնվենք առողջ եւ լինենք առողջ։ Իսկ եթե չես կարողանում առավոտյան ինչ-որ մի բան ուտել, համտեսել, ուրեմն գոնե փորձիր 1 բաժակ գոլ ջուր խմել։ Լավ, դա կփորձեմ, որովհետեւ էլի եմ լսել։ Այո, դա արթնացնում է քո ամբողջ օրգանիզմն ու օրը արդեն սկսվել է քո օրգանիզմի համար այդպես։ Ես հասկացա, պետք է սուրճը սպասի իր տեղում։ Այո։ Մինչև մի լավ կծիծաղենք, գոլ ջուրը կվայելենք, հետո կանցնենք նախաճաշին, որպեսզի լինենք առողջ։ Այո։ Հետո կվայելենք սուրճը, Լիլի։ Վերջ։ Մեր նախաճաշը պատրաստ է, այո, սպիտակուցներով հարուստ եւ համեղ նաեւ աղցանով։ Եվ շատ գեղեցիկ։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Մենք հիմա կշտապենք փորձելու, իսկ մեր եթերը պիտի շարժվի առաջ։